Բարև ձեզ, մենք շարունակում ենք մնալ կանաչ ուղեկցի մեջ եւ այսօր մենք խոսելու ենք շատ կարեւոր թեմայի մասին, սլափների մասին, որը ռազմավարական հայցերն են ընդդեմ հանրային մասնակցության։ Փորձենք հասկանալ, թե ընդհանրապես ինչ է, հա, այդ սլափ ասվածը, Հայկ ջան։ Ողջույն, այո, մենք այսօր քանի որ շատ արդեն խոսել ենք բնապահպան ակտիվիստների նկատմամբ ճնշումների, հետապնդումների մասին, այսօր մտածեցինք լավ առիթ է մի քիչ իրավական կողմին անդրադառնալու ու դրա համար շատ լավ հյուր ունենք փաստաբան Գուրգեն Թորոսյանը, մերսի որ եկել եք ու կօգնեք մեզ մի քիչ բացահայտել, թե ինչ իրավական մեխանիզմներով ու լծակներով է նաև փորձեր արվում բնապահպաններին, ակտիվիստներին, ակտիվ քաղաքացիներին լրացնել, ճնշել ու դա այդ քո ասած սլափն է կամ հանրային մասնակցության դեմ հայցերը մինչև Գուրգենը մեզ ավելի մանրամասն կներկայացնի ես կուզեմ Օլեգ դու մի հատ բառ օրինակով ասես ինչ նշանակում հանրային մասնակցության դեմ հայց, հա, ինչ է իրանից ելնում Հանրային մասնակցության դեմ հայցը ու իրեն նաև կոչում են ռազմավարական հայց, այսինքն դա հատուկ գործընթաց է որով փորձ է կատարվում մեկ անձին ճնշելու, հա, միջոցով հասնել նրան, որպեսզի մյուսները եւս իր շուրջ հավաքված մարդիկ իրենք լրեն։ Դրանք կարող են լինել, հա, քրեական հայցեր, կարող են լինել շատ ծանր քաղաքացիական հայցեր, այսինքն օրինակ երբ որ քաղաքացու դեմ կարող են հայց ներկայացնել իր որոշակի, հա, գործունեության ընթացքում արտահայտած դիրքորոշման համար, համարելով օրինակ դա զրպարտություն եւ պահանջել այդ զրպարտության համար շատ մեծ փոխհատուցում, որը միգուցե նույնիսկ կարելի է համեմատել օրինակ քրեական հետապնդման հետ, էլի, այսինքն այդքան մեծ կարա լինի այդ պահանջը, հա, պատիժը։ Օրինակ վերցնենք մի գյուղ, սովորական գյուղ, որտեղ որ կան քաղաքացիներ, ում դիրքորոշումը չի համընկնում տեղական իշխանությունների կամ որևէ բիզնեսի դիրքորոշման հետ։ Եվ այդ քաղաքացիները պայքարում են, չգիտեմ, հա, ճանապարհ են միգուցե փակում, միգուցե ուղակի պիկետ են անում ինչ որ, եւ այդ ժամանակ ինչ որ մեկը իրենցից ինչ որ արտահայտություն է իրեն թույլ տալիս։ Օրինակ, ասում է որ գիտեք այս բիզնեսները իրենք կգան եւ կապականեն մեր շրջակա միջավայրը, կփչացնեն բնությունը։ Դրա մեջ ոչ միայն ճշմարտությունն է, հա, որոշ մասով, այլ դրա մեջ նաեւ իրավունքն է։ Այսինքն քաղաքացին իրավունք ունի, հա, այդպիսի դիրքորոշում ունենալու, հա։ Եվ այդ ընկերությունը, օրինակ, համարի, որ այդ մարդը կամ չհամարի, այլ ուղղակի հայտարարի, որ այս մարդը զբաղվում է զրպարտությամբ եւ հայց ներկայացնի այդ մարդու դեմ, հա, ես մի քիչ հայաստանյան օրինակի, հայաստանյան իրականության հետ եմ համեմատությունը տանում, ու ասի դու ինձ զրպարտել ես, մի հատ պետքա ներողություն խնդրես, հերքես քո ասածը, մի հատ էլ մեծ գումար վճարես ինձ դրա համար, հա, ու դրա համար դիմում է դատարան օրինակ եւ այդ ժամանակ մյուս հավաքված մարդիկ տեսնելով որ այս մարդու դեմ այդպիսի հետապնդում է, հա, կարծես թե քրեական չի ինքը, բայց հետապնդում է, հա, ընդհանում խուսափում են այլևս դիրքորոշում արտահայտելուց, այսպիսի տարածված զրույց կա, հա, այսինքն հասարակության մեջ են որ ասում է կներեք, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, էլի, հա, այսինքն այս մարդիկ այլևս, հա, մեզ պետք է որ զբաղվենք կամ արտահայտենք եւ ենթարկվենք, հա, հետապնդումների, այսինքն ամբողջ իմաստը նրանն է, որը ոչ միայն տվյալ մարդուն, այսինքն այլ լայն առումով, այսինքն ամբողջ ձայները փորձեն այնպես անել, որ լինեն լրացված, հա։ Շատ լավ։ Հիմա իրավական տեսանկյունից Օլեգը նշում է զրպարտություն, մենք կարծես օրենքներով մեր, հա, դա ինչ որ կարգավորվող բան է, բայց սա մենք չենք ասում, որ հենց զրպարտության հետ կապված հայցեր են, այլ ասում ենք հանրային մասնակցության դեմ հայցեր են։ Գուրգեն, մենք լուսավորի մեզ ինչի է ինքը տենց կոչվում ու ինչ տարբերություն կա իր ու մյուս տեսակի հայցերի, հա։ Շատ բարի, նախ բարեցես, շնորհակալություն հրավերի համար։ Նախ նշեմ, որ Օլեգի կողմից արդեն ներկայացվեց իրականում իր մեջ ինչա ներկայացնում ընդդեմ հանրային մասնակցության հայցերը։ Դրանք հայցեր են, որոնք ներկայացվում են առհասարակ
քաղաքացիների դեմ որպես կանոն ասելով, որ հերքեք որոշակի տեղեկատվություն, որը դուք տարածել եք կամ որի մասին խոսել եք։ Դա կարող է անձի թե գնահատողական դատողության խնդիր, թե անձի գնահատման խնդիր, թե օբյեկտիվ իրականության մեջ միգուցե եւ գոյություն ունեցող որոշակի երևույթ։ Հանրային մասնակցության դեմ ներկայացված հայցերը դրանք վերջի տարիներին ներկայացվում են որպես զրպարտություն։ Այսինքն զրպարտության հայցի տեսակով, որտեղ մենք ուրիշ կարգավորում չունենք, բայց դրանք պետք է տարանջատել ու դրանք զրպարտություն չեն ըստ էության համարվում, այսինքն իրենց որակման առումով պետք է տարբերակենք զրպարտությունը ընդդեմ հանրային մասնակցության հայցերից։ Միգուցե արտաքին տեսքից իրենք նման կլինեն իրենց ընթացակարգային առումով կամ որոշակի որակումների առումով, բայց մենք ունենք SLAP ընդդեմ հանրային մասնակցության SLAP, որ անվանվում է SLAP որոշակի գործընթացների մեջ առանձնահատկություններ, որպեսզի հանգամանքներում պետք է տարանջատենք որն է զրպարտությունը, որն է ընդդեմ հանրային մասնակցության։ Մենք կարող ենք համեմատել կլասիկ ինչ-որ զրպարտության դեպք ու նաև այս հանրային մասնակցության դեմ գործը ու կտեսնենք, որ այստեղ կան որոշակի տարբերություններ։ Շատ տարբերությունը պարզապես ասեմ ավելի հասկանալի լինելու համար, եթե մենք խոսենք, ենթադրենք ինչ-որ մի կազմակերպության մասին, ու որպես կանոն, չգիտեմ, մեր մոտ հայցերի մեծ մասը դրանք հանկարծունաբերող կազմակերպություններ են, պարզապես անուն չեմ ասի, որպեսզի SLAP-ի զոհ չդառնամ, բայց այնուամենայնիվ կազմակերպության անունից ենթադրենք նշի, որ այսինչ կազմակերպությունը իր թույլտվությունը ստացել է ապօրինի, հանցավոր ճանապարհով, կաշառքի միջոցով եւ այլն, սա կարծես թե կարող ենք որոշ չափով համարել ինքը զրպարտություն է։ Բայց եթե դա ուղղակիորեն փաստ է եւ դրա վերաբերյալ վկայակոչում ենք, եթե մենք խոսում ենք նրա մասին, ենթադրենք Օլեգի բերած օրինակում, երբ որ հանրային լսումների ժամանակ ինչ որ մեկը դեմ է արտահայտվում որոշակի երևույթին, ասելով, որ չեմ ուզում հանկարծունաբերություն լինի, որովհետև գտնում եմ, որ փոշի կլինի։ Հիմա կարա հանկարծունաբերող կազմակերպությունը դիմի քաղաքացու դեմ ասի, որ դու զրպարտում ես, որ ասում ես փոշի կլինի, բայց օբյեկտիվ իրականության մեջ կարա եւ այդպեսին լինի։ Պարզապես այն անձի դեմ, որ դիմում է, այդ անձը հայտնվում է դատական գործընթացի մեջ։ Անձի դեմ հարուցվում է քաղաքացիական գործ, այդ անձը տարիներ շարունակ մեր օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող դատավարական ժամկետներով, տարիներ շարունակ մնում է այդ գործընթացի մեջ, վերջ-վերջով միգուցե եւ այդ հայցը մերժվում է, որովհետեւ ըստ էության իր մեջ չկա որոշակի ռեալ հիմք այս մարդուն հերքելու, բայց անձը հայտնվում է անգելյաների մի այնպիսի իրավիճակի մեջ, երբ որ անհրաժեշտ է լինում դիմել փաստաբանական ծառայության, ամեն օր դատաներից բարբերաբար դատավարական գործընթացների ժամանակ ստանում է դատական ծանոթություններ, ամբողջ համայնքը իմանում է, որ իր դեմ հայց է ներկայացված, ինքը պայքարում է դրա դեմ, հասնում են արդյունքին, որ իսկապես դա չի նկատի ունեցել եւ ամբողջ ռեսուրսը, ժամանակը եւ այլն վատնելու արդյունքում տեսնելով արդեն եւ այդ քաղաքացին փորձում է զսպել, չարտահայտվել էլ ոչ թե նրա համար, որ ինքը չունի ասելիք, ինքը չի ցանկանում բնություն պահպանել, չի ցանկանում այլ գործընթացների մասին խոսել, այլ պարզապես չհայտնվի այդ ընդհանուր այլ հայցերի մեջ, քաշքշոցի մեջ եւ դա դեպքում զուտ մենակ հետ կանգնելու հետ կապված։ Եվ դա նաև նպաստում է հասարակությանը եւ իր շրջապատում տեսնող անձիկ, որ ավելի լավ է չգնամ չմասնակցեմ հանրային լսումներին, որևէ բան չխոսեմ, թիրախում չհայտնվեմ եւ տեսանելի չլինեմ, իմ դեմ էլ հայց չներկայացնեմ, ոչ հավես ունեմ, ոչ ժամանակ, ոչ ռեսուրս։ Ու փաստորեն միգուցե կարող ենք այսպիսի գնահատական տալ, որ այս հանրային մասնակցության դեմ հայցերը իրանք նպատակը ոչ այդքան բարի համբավ վերականգնելն է կամ ինչ-որ ճշմարտությունը իրավական process-ով բացահայտելն է, այսինքն հայց ներկայացնողը հաղթելու նպատակ չունի, այլ ավելի շատ այդ գործընթացով քո ներկայացրած ծանր գործընթացով տանելու քաղաքացուն, մաշեցնելու, հոգնեցնելու, սպառելու, հա, որովհետև այդ այ վերջո նպատակը, այլ ոչ թե հայցը հաղթելը։ Այո, նման գործընթացները առհասարակ դեռ 80-ական թվականներից էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում կանխատեսել ու դրա դեմ կանգնեց ինչ որ ձևով միջոցներ ձեռնարկել անձի հակա որոշակի օրենքների մշակման տարբերակով։ Մեզ մոտ դեռևս կարծես թե այդ օրենքները չկան, ներկայումս դեռևս քննարկման փուլում են, բայց դեռևս օրենք, որը որ կառանձնացնի ու դրա պաշտպանության մեխանիզմներ կնախատեսի դրա համար դեռ գոյություն չունեն։ Դրա համար են երևի թե որ ինքը արդեն ընդհանուր զրպարտության տիրույթում քննվող գործեր են, հայցեր են, որի հետ կապված արդեն իշատակեցի ինչ հետևանքներ են ունենում։ Ու այստեղ խնդիրը մեր հետևյալն է, երբ որ հայց է ներկայացվում դատարան, որպես կանոն, հա, այդ անձանց դեմ ներկայացված հայցերով մեծամասամբ ամենամաքսիմում գումարն է ներկայացում զրպարտության։ Միգուցե դատարանը հետագայում այդ զրպարտության հայցերով օրինակ 6 միլիոն դրամ, հայ, օրինակը բերեմ, 100,000 բավարարի կամ չբավարարի կամ 50,000 դրամ, բայց այնուամենայնիվ անձի դեմ քո խոսելու համար ես ունեմ մաքսիմում 6 միլիոն դրամ, երբ որ անձը տեսնում է ինքը ստանում է 100,000 դրամ աշխատավարձ եւ իր դեմ 6 միլիոն դրամի պահանջ ներկայացված ու բացի այդ միջնորդել է որպեսզի դատարանը որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնի այդ գումարի չափով
իրավունքի եւ դրամական միջոցների վրա, դա ամենամեծ կարծես անձի համար հետ քաշվելու դեպքում միջոցն է հանդիսանում, որ երբ որ հայցը լինում է ու կա պահանջ օրինակ 6 միլիոն դրամի փոխհատուցման, հա, դատարանը կարող է արգելանք դնի այդ ակտիվիստի իրավապաշտպանի հաշիվների վրա 6 միլիոն դրամի։ Նման հնարավորություն կա, եթե դատարանը կային եզրահանգման, որ նման միջոցից չձեռնարկումը կարող է հետագայում հայցի բավարարման դեպքում անհնարին դառնա կամ դժվարանա դրա կատարումը։ Ենթադրյալ եթե անձի դեմ հայց է ներկայացվել, դեռ դատարանը չի քննել, չգիտի իսկապես պիտի բավարարի թե ոչ, ու անձը գիտի իր դեմ հայցի հետևանքով գնա իր հաշիվները կանխիկացնի, հաշիվներում դրամական միջոցներ գույքը վաճառի, որպեսզի չանի, այդ նկատառումից ելնելով կա նման իրավակարգավորում, այո։ Ու դա համոզված եմ, ու դա միայն չի սահմանափակվում միայն դրամական միջոցների վրա արգելանք կիրառելով հայցագնի չափով։ Մենք ունենք նաև ոչ գույքային բնույթի որոշակի հայցապահովման միջոցներ, որպեսզի դեպք ունենք, եւ եթե Օլեգը կհիշի դեպքերից մեկը, երբ որ դատարանը արգելել էր բնապահպաններից մեկին առհասարակ այդ կազմակերպության մասին խոսի մինչև գործի ավարտը, որ իհարկե հետագայում վերացվեց, մի քիչ զավեշտային ժանրից էր, բայց ամեն դեպքում հետագայում դատարանը հասկացավ, որ սխալ միջոց էր կիրառել եւ հետագայում վերացվեց, բայց նման դեպքեր եւս լինում են ու որպես կանոն հենց այդ հայց ներկայացնողները այդ միջնորդությամբ հանդեսել գալիս են, որ արգելի է ինչ անձին կազմակերպության կամ ինչի մասին, երևույթի մասին խոսել մինչեւ վեճի վերջնական լուծումը։ Նման դեպքեր եւս շատ լինում են։ Ու եթե խոսում ենք, հա, ընդհանրապես այդ հետապնդման ռազմավարական բնույթի մասին կամ նման process-ների Հայաստանը շատ պարարտ է, հա, այսինքն այ կամեցնելու, այսինքն դատական process-ները իրենք երկար են գնում։ Իրենք, այո, կարող են ծախսատար լինել, այսինքն այդ նշանակում է, որ նաև այդ մարդը բնապահպանը, ակտիվիստը, չգիտեմ, իրավապաշտպանը ժամանակ է ծախսում։ Միգուցե նաև հոգեբանական որոշակի ճնշվածություն է ունենում։ Քայքայվում է, ինչը ինստինկտիվ բերում է նրան, որ այսինքն ինքը նախ ժամանակ չի ունենում այլևս իր հանրային գործունեությամբ զբաղվելու եւ երկրորդը ընդհանրապես միգուցե մարդը նաեւ այդ տարիների ընթացքում ձեռքաբերում առողջական հիվանդություններ, հա, այսինքն չգիտեմ, ճնշվածություն, հոգեբանական հիվանդություններ եւ կարծես թե շատ sense պարարտ տարածք է, որպեսզի այդ հանրային մասնակցությունից այդ մարդը դուրս գա, այսինքն օրենսդրությունը կամ արկա իրավիճակը նպաստում է, որպեսզի սլափը արդյունավետ գործի։ Այսինքն ըստ էության ոչ թե ֆինանսական, այլ հոգեբանական ճնշման մասին է խոսքը։ Այսինքն միգուցե եւ դրամական բանջ չներկայացվի էլ, բայց ամեն դեպքում անձի հոգեբանական վերաբերմունքը իր անդադ գիտի, որ դա դատարանին են կանչելու, դա չգիտի ինքը իրավաբան չի եւ տալ դեպքում կարա եւ դրա հետևանքները այդքան էլ པարզ իր համար չլինի։ Օրինակ նման դեպք հիշեցի, երբ որ բնապահպաններից մեկը ում դեմ հայց էր ներկայացվել, ինքը մարզի բնակիչ էր եւ ասում է ամեն անգամ ասում այնպեսի խղճահարությամբ էր ինձ փոստի աշխատողը ինձ ծրար տալիս, ասում էլի դուք էլիս պատմությունների մեջ եք, ասում բոլորը սկսեցին խոսել դրա մասին, ասում ով ինձ տեսնում, ասում ես ինչ եղել քեզ հետ, ասում ամբողջ օրը այդ նույն գործընթացի մեջ էինք, ասում տարածվել էր լուրեր, ասում դե ըստ էության քաղաքացիական գործ կամ քրեական տարբերակումը չէ, ըստ էության միգուցե տարբերակման խնդիր կա, ոչ բոլորն են դա անցնում իրավական ճանապարհով եւ նաեւ դա անդադ տեսնել, անդադ բոլորին ասել թե ինչ են քեզ դատի տվել, ինչն է հետևանքը, մի մասը գիտի թե սա քրեական պատասխանությամբ դի ենթարկեն, մի մասը գիտի եւ այլն, այսինքն հոգեբանական բնույթի եւս ընտանիքի հետ լավացած հարաբերություններ, անդադ տուն գալ, ընտանիքի անդամներ ստանալ, վախենալ եւ այլն, դրանից դա լուրջ հետևանքներ ունենում էր։ Իրականում, երբ որ նաեւ դրան ավելացնում ենք, որ երբեմն այդ հոգեբանական ճնշումը նաեւ էլի ակտիվիստին ճնշելու գործիքակազմի մաս է, հա, ոչ միայն այս դատական իրավական process-ով, այլ նաև օրինակ ինչ որ կեղծ տեղեկություններ տարածելը այդ նույն ակտիվիստների մասին, հա, թե ինչի են իրանք սա անում, փորձել է իրանք կապել ուրիշ ինչ որ օրակարգերի հետ ու ապա լեգիտիմացնել իրանք գործունեությունը, երբ որ սա էլ ավելանում է, այդ բեռը դառնում է շատ լուրջ, այսինքն մենք խոսում ենք մի կողմից ֆինանսական բեռի մասին ակտիվիստների վրա ու հաշվի առնելով մեր հիմնականում համայնքի բնակիչներ են, հա, քաղաքացիներ են, այնպես որ խոշոր կառույցների իրավապաշտպան, հա, որ ասես կարողանան ինչ-որ ֆինանսական այդ խնդիրները կարողանան արագ լուծել։ Դա ռեալ ազդեցություն է ունենում մարդու կյանքի որակի վրա։ Մենք խոսում ենք հոգեբանական այդ բեռի վրա, նաև ժամանակի ու ռեսուրսների, որտեղ այդ process-ներով տարվելով դու մեծ հաշվով չես կարողանում այլևս զբաղվել քո հիմնական գործունեությամբ։ Ըստ էության այստեղ նաև այն հանգամանքն էլ է էական, երբ որ քաղաքացին խոսում է, այսինքն իսկ ընդդեմ
հանրային մասնակցության գործերի հիմնական թիրախային կետը դա խոսքի ազատությունն է։ Այսինքն հիմնական թիրախը դա խոսքի սահմանափակումն է, որպես ոչ այլ ինչ, քան այդ երևույթը։ Խոսքի ազատության տիրույթում անձը խոսում է ոչ թե իր անձնական որոշակի շահերից ելնելով, թեպետ կարող եք ասել բնության պահպանությունը եւս անձի անձնական շահ է, բայց նկատեմ զուտ իր շահեկան, նյութական եւ այլ խնդրի մասին, այլ խոսում է հետագա իր սերունդների մասին, բնության պահպանության մասին եւ այլն։ Այսինքն այստեղ հիմնական նաեւ պիտի տարանջատի որն է այն հանրային շահը, որի մասին տեղի ունեցել այդ արտահայտությունը, արդյոք այդ արտահայտությունները բխել են հենց հանրային շահից ու հանրային հետաքրքրություն ներկայացնող բնույթի արտահայտություններ են, թե անձը պարզապես օրինակ իր անձնական ինչ-որ խնդիրներով պայմանավորված դրա մասին խոսել է, կլինի քաղաքական կամ այլ նկատառումներից ելնելով։ Այստեղ դրա տարանջատման խնդիրը իհարկե դժվար է, բայց այնուամենայնիվ համտասխան օրենսդրական կարգավորման շրջանակներում հնարավոր է զտել, ֆիլտրել ու դրա արդյունքում նոր տարանջատել, որն է ըստ էության համարվում զրպարտություն եւ պիտի քննվի ընդհանուր կարգով, հայցային բարույթի կարգով, թե պետք է տվյալ դեպքում սահմանափակել բացառապես թեկուզ ընդունման փուլում հայցի չընդունելու հանգամանքով դա դիտարկելով որպես ընդդեմ հանրային մասնակցությամբ հայց։ Այս արդեն մի քիչ խոսում ենք կոնկրետ լուծումներից, ես ուզում եմ նախ գնահատական տանք, ինչն է թույլ տալիս այդ նույն ընկերություններին, ովքեր որ հայցեր են ներկայացնում ակտիվիստների դեմ, ինչ բացեր կան, երևի երկու տեղից կարելի է նայել։ Մեկը մեր օրենսդրության մեջ ինչ բացեր ունենք, որը որ թույլ է տալիս այս գործիքը կիրառել ճնշման, եւ երկրորդը հատկապես դու որպես փաստաբան, քանի որ նաեւ պաշտպանում ես ակտիվիստների շահերը դատարաններում, հետաքրքիր է տեսնել թե դատարաններում ինչքան պատրաստվածություն կա այս գործերը քննելու, հա, այս երկու հարթությամբ փորձենք մի հատ հասկանալ ինչ իրավիճակ ունենք, որը թույլ է տալիս նույն այդ ընկերություններին ինչ որ ամբողջ այդ գործիքակազմը այդ բացերը օգտագործել ու ճնշել։ Իհարկե, օրենքի բացը ինքը ամենամեծ երևի թե խնդիրն է դատարաններում ընդդեմ հանրային մասնակցության գործերով բացահայտելու են իրականությունը ինչը որ կա, այսինքն քանի որ արդեն հիշատակեցի դա ընդհանուր տիրույթով զրպարտության շրջանակներում հայց է քննվում, իսկ ընդդեմ հանրային մասնակցության մենք որպես այդպեսին իրավակարգավորում չունենք, դա համար ընդհանուր կարգով է քննվում։ Դա համար կա նաև դատարանները ըստ էության ինչքանով էլ տիրապետեն թեկուզ տեսական կամ այլ երկրների փորձը իրավունք չունեն դա կիրառելու, քանի որ տեղեկավարվեն գործող օրենսդրությամբ, հա, քանի դեռ չկա օրենսդրությամբ նախատեսված, դա բնականաբար այդ հանգամանքը արդեն օրենքի բացը կամ իրավակարգավորման բացը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի պատշաճ պաշտպանություն իրականացվի այն խնդիրներով կամ այն անձանց, ովքեր որ իրականում խոսում են հանրային շահից ելնելով ու բարձրացնում են ոչ իրենց անձնական խնդիրները։ Իհարկե, եթե տարանջատենք իրավակիրառ պրակտիկայի, միգուցե այդ հանգամանքները դրանք երկու տարբեր ոլորտներով դիտարկում են կամ գնահատողական դատողություն կամ հանրային շահից բխող։ Մենք ունենք նման դեպքեր, երբ որ դատարանները գնահատում են այդ հանգամանքը ոչ թե զրպարտություն կամ իրականությանը թեկուզ չհամապատասխանող, բայց դրանք դիտարկելով որպես անձի գնահատողական դատողության խնդիր։ Կարծիքն է, այո, որևէ երևույթի մասին, այո, փաստ չի, ինքը իրական փաստ չի, իր կարծիքն է, որը զեհորվել է կարելի լինի երրորդ անձանցից ստացած տեղեկատվություն, մամուլից ստացած կամ հանրային որոշակի ընկալումներից ստացված տեղեկատվություն եւ հանրային շահից բխող, այսինքն այդ խնդիրները իրանց մեջ պարունակում են որոշակի հանրային շահ, գերակա հանրային շահ եւ գերակա հանրային շահից բխողը իրականացվել է որոշակի արտահայտություններ։ Ունենք զուտ այդ տիրույթով են կարողանում որ պաշտպանել, բայց անձի էլի սլաբ բառը օգտագործեմ, անտիսլաբ գործընթացներում ընդդեմ հանրային մասնակցության ուղղակիորեն կարգավորումներ չունենք։ Եվ այդ բացը շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում ընդհանուր ակտիվիստների, բնապահպանների եւ այլ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Օրինակ ես գիտեմ, որ բան է, նաեւ այս օրենսդրության հետ կապված բավականին քննարկումներ կան ու նաեւ մեր կառավարությունն էլ ինչ որտեղ որոշակի տրամաբանությամբ օրինակ լինելով Եվրախորհրդի անդամ կամ ունենալով Եվրամիության հետ հա այդ համապարփակ համաձայնագիրը գործընկերության կամ նաև ունենք Օրհուսի կոնվենցիա եւ այլն, հա ինչ որ տարբեր տեղերում նաև միջազգային կառույցները բարձրաձայնում են այս օրենսդրության հա անհրաժեշտության մասին։ Ուրեմն հասկանում սա քո գնահատմամբ ինչ որ օրակարգային հարց է, որ օրենսդրության ինչ որ փոփոխություններ պետք է լինեն, թե չէ։ Հա, նախ նշենք, հա, մանրամասը, որ կան եվրոպական միության, հա, դիրեկտիվներ ընդունած, որոնք որ ասում են, որ պետքա երկրները ընդունեն, հա, այսինքն հակասլապ օրենսդրություն, Հայաստանը եվրոինտեգրման ուղեցրի մեջ է գտնում գոնե քաղաքական, հա, այսինքն այսօրվա չգիտեմ, հա, ընդունած օրենքի տրամաբանության մեջ կա Եվրախորհրդի համապատասխան հա առաջարկություններ, որ երկրները ընդունեն տարբեր
կարգավորումներ, մեխանիզմներ ներդնեն, որպեսզի կարողանան սլափներից հանրային ռազմավարական հայցերից պաշտպանել քաղաքացիներին ընդհանրապես։ Կան միջազգային, հա, այսինքն տարբեր դերակատարներ, օրինակ արդեն մի քանի տարի է անընդհատ իդեպ ես նաև օրինակ ուղիղ հաղորդակցության մեջ եմ եղել, ասենք օրինակ ՄԱԿ-ի հա շրջակա միջավայրի պաշտպանների զեկուցողի հետ, հա, այսինքն տարբեր մեր սլափին ենթարկված բնապահպանների հարցերով եւ կան զեկույցներ, որոնք առաջարկում են երկրներին շատ լրջորեն ընդունել օրենսդրություն, հա, բնապահպաններին, օրինակ կամ ակտիվիստներին առհասարակ պաշտպանելու եւ վստահ եմ, որ նաեւ մեր, հա, պետական համակարգը կամ համապատասխան մարմինները իրենք դրա մասին ամեն դեպքում տեղյակ են կամ ահա կա նաեւ ներքևից եկող, այսինքն Հայաստանի քաղաքասարակությունից եկող շարունակական բարձրաձայնումներ, դիմումներ, որ այդ նման օրենսդրություն է պետք, հա, մշակվի, բայց ասել, որ մենք տեսնում ենք, որ հիմա sense հարցը օրակարգային է Հայաստանի կառավարությունում, ինձ թվում է դեռ վաղ է, իմ կարծիքով նոր է սկսվում ինչ որ sense երկխոսություն կամ կոնսուլտացիաներ, որ այո, այդ կարևոր է։ Ինչու է այդպես դանդաղ գնում, դա ընկալումն է։ Այսինքն ընկալման խնդիր մենք ունենք, որովհետև նույն դեպքում կարծես թե հա դե ընկերությունը դատի տվեց, նորմալ է, իրականում օրինակ չգիտեմ, հա, ժողովրդավարական երկրներում այլ ընկալումներ կան։ Հիմնականում օրինակ չգիտեմ, հանրային գործիչներն են դատի տալիս ինչ որ ընկերություններին, հա, այսինքն իրենց միգուցե չկատարած պարտավորությունների կամ անբարեխիղճ գործունեության համար, Հայաստանում հակառակ process-ն է։ Մենք նաև փորձել ենք տեսնենք այս ընթացքում ու չենք գտել առայժմ, որ կոնկրետ հանրային գործիչները կամ հասարակական կազմակերպությունները դատի տան հենց հանքարդյունաբերական ընկերություններին։ Կարծես թե դա չունենք։ Մեր մոտ լրիվ հակառակ process-ն է, եւ որպեսզի այդ օրենսդրությունը ներդրվի, պետք է մի քիչ էլ քաղաքական կամք լինի, այսինքն դրան գնալու համար։ Այլապես կարծես թե նման տպավորություն ենք ստանում, որ այս գործիքը կա, կիրառվում է որոշակի շրջանակների կամ մարդկանց նկատմամբ եւ եթե կիրառվում է ու չի վերացվում, ուրեմն ինքը պետք է, այսինքն ուրեմն դրա կարիքը կա, այսինքն եթե մի բան դու պահում ես, ուրեմն դու դա կարևորում ես, ուրեմն ինքը պետք է։ Նման տպավորություն է ստեղծվում, բայց նաև գիտենք, որ Հայաստանի գործընկերները, հա, ռազմավարական գործընկերները, նրանց մասնագիտական շրջանակները միշտ կարևորում են, այսինքն նման օրենսդրության ներդնումը Հայաստանում։ Ֆիքսենք, որտեղ նախ պետքա արձանագրենք, որ մենք չենք խոսում հայաստանյան յուրահատուկ ինչ-որ իրավիճակի մասին, էլի։ Սա միջազգայինորեն տարածված խնդրեմ է, որտեղ որ մեծ հաշվով մեծ փող ու ռեսուրս ունեցողները փորձում են ճնշել նրանց, ովքեր որ չունեն այդ փողն ու ռեսուրսը, բայց քննադատում են կամ ինչ-որ հարցեր են բարձրացնում այդ մեծ փող ու ռեսուրս ունեցողների, հա, անհամաչափ բան կա այդտեղ, հա, ռեսուրսների ու կարողությունների հարց կա։ Այսինքն այս պրակտիկաները արդեն աշխարհի տարբեր հատվածներում կան ու նույնիսկ միջազգային ստանդարտների մակարդակով որոշակի ամրագրում ունեն։ Հա, դրա համար ես ուզում անպայման որ այս պահը ֆիքսենք ու նաև այո ներքևից սկսվում է ինչ-որ հանրային պահանջի ձևավորում, մի կարևոր արձանագրում էլ անեմ ու եկեք խոսենք թե այդ օրենսդրությունը որ լինի, ինչ կփոխվի մարդկանց կյանքում, որտեղ մենք ինձ թվում է ազգովի այս հասկացել ենք, էլի, կարող ես ունենալ շատ լավ օրենքներ, երբեմն շատ դեկլարատիվ են լինում այդ օրենքները, շատ կարևոր է հասկանալ, որ այդ օրենքները, որի մասին մենք խոսում ենք, իրանք կարող են շոշափելի ազդեցություն ունենալ ու ում վրա։ Մենք շատ խոսենք բնապահպանների վրա, բայց այս գործերով անցնում են նաև ոչ միայն բնապահպանական խնդիրներով, հա, բարձրաձայնող քաղաքացիները, այլ նաև կարող է լինեն լրագրողներ, կարող է լինեն մարդու իրավունքների այլ հարցեր բարձրաձայնող, կոռուպցիոն, հա, թեմաներով հետաքննող կամ բարձրաձայնող անձինք, այսինքն սա մեծ հաշվով վերաբերում է այն մարդկանց, ովքեր այդ վերահսկող ֆունկցիան են փորձում իրականացնել քաղաքացիական հասարակության, հա, իշխանությանը, լայն իմաստով իշխանությանը վերահսկելու գործառույթ ունեցող կամ իրանք վրա վերցնող այդ պատասխանատվությունը վերցնող մարդկանց մասին ենք խոսում։ Ինչ կտա այս օրենքը այդ մարդկանց։ Նախ օրենքը տալու հետ կապված, քանի դեռ ինչքան էլ
պրակտիկ փորձն է ցույց տալիս, որ ինչքան էլ կատարյալ փորձում են օրենքներ մշակել եւ բոլորս ասում են ինչ լավ է այդ օրենքը ընդունվեց եւ այլն, մինչեւ ինքը իրավակիրառ պրակտիկա չունենում, դրա ազդեցությունը կամ դրա շրջանցման հնարավորությունների բացառումը կամ արկայությունը դժվար է կանխորոշելը, բայց այն օրենքը, որ նախատեսվում է, գոնե ազդակ կլինի անձանց որոշակի իրենց պաշտպանված զգալու, որ եթե հանկարծ նման տիպ իրավիճակներում հայտնվելու պարագայում կարող են ունենալ որոշակի իրավակարգավորում, կարող են իրենց պաշտպանված զգալ որոշ չափով, այդ թվում նաև որոշակի ռիսկերի ու կորուստների տեսանկյունից։ Քանի որ այդ օրենքի հիմնական նպատակն այն էր, որ անձը ամբողջությամբ երաշխավորվի ֆինանսական եւ այլ հիմնական միջոցներով, երբ որ ինքը իր դեմ անձի դեմ հայց ներկայացվում, ինքը ոչ միայն չանցնի այդ ամբողջ գործընթացների մեջ հոգեբանական եւ ֆինանսական կորուստների, իսկ նման process-ով անցնելու պարագայում էլ փոխհատուցվեն հիմնական վնասը, որ ինքը կկրի։ Իհարկե, այստեղ մենք խոսել ենք նախագծով բացառապես միայն նյութական վնասի մասին, բայց այստեղ կարող է նաև խոսնել այլ նաև ոչ նյութական վնասի մասին, այդ թվում նաև հոգեկան տառապանքի եւ այլի մասով, որպեսզի կարգավորման արկայության պարագայում միգուցե արդեն իսկ անձը այն հետևանքը, ինչ առաջանում է ընդդեմ հանրամասնակցության դատական հայցերի չլինի, այսինքն վախը չլինի, համարձակությունը լինի եւ խոսքի ազատության սահմանափակումը չլինի։ Այսինքն կունենանք երբ որ այդ պրակտիկան սկսի ձևավորվել, հա, նաև դատարանները սկսեն օրենքը մեկնաբանել ու բանանել, հա, պրակտիկայում սկսեն կիրառվել, մենք ունենանք իրավիճակ, որ ակտիվիստը կամ քաղաքացին, որը բարձրաձայնել է ինչ-որ խնդրի մասին, ինքը վստահ կլինի, որ նույնիսկ եթե իր դեմ հայց ներկայացվի ճնշելու նպատակով, ինքը գիտի, որ որոշակի պաշտպանվածություն ունի այդ process-ի ընթացքում, չգիտեմ, ֆինանսական առումով իր փողերը չեն սառեցնի ու ինքը սոված չի մնա։ Հա, այդ գործընթացը անիմաստ երկար չի տևի ու ինքը իր ժամանակը կարողանա նորմալ հատկացնել իր կյանքին, իր գործունեությանը, հա։ Սա մի քիչ իհարկե կտա մարդուն ավելի հանգստություն ու նաև ինքնավստահություն, որ երբ որ պահը գա ու պետք լինի խոսել, իմանա, որ ոչ թե նյուս տարիների պես ակտիվիստների, որտեղ կարծեմ ինչքան է եղել ամենաերկար գործը, որ դու տեսել ես։ Երկար գործընթացը դա 7 տարի գործընթաց էր, 2018 թվականի նախաձեռնված վարույթ էր, հարուցված քաղաքացիական գործեր, 2025 թվականին մենք ունեցանք ավարտ, եւ դա թվով երկուսն էր նմանատիպ, երկու գործերն ավարտվեցին 2025-ին, վերջին 2025 թվականի նոյեմբեր ամսին ավարտվեց, այսինքն 2-7 տարվա երկար գործընթացներ։ Մենք խոսում ենք հենց սրա մասին, հա, որ կարող է մի գործով հայցենց անիմաստ երկար տարիներ ձգվի ու այդ օրենսդրությունը ես ճիշտ հասկացա, որ պետքա ինչ-որ առումով ժամանակորեն սահմանափակի։ Դա հենց ի սկզբանե առաջին փուլում դատավարական, այսինքն հենց եթե դատանը կընդունի վարույթ, այդ փուլում որակելու որպես անհիմն հայց, այդ հիմքով հայցի մերժման ընթացակարգ, արագացված դատակայության կարգ։ Նման իրավակարգավորում էր առաջադրվել։ Հայաստանում նույնիսկ այդպիսի, չգիտեմ, միգուցե նույնիսկ աբսուրդային կարելի համարել դեպքը, եղել է դեպք, եթե չեմ սխալվում, դու եթե սխալվեմ ուղղեք, որ ասենք օրինակ ինչ-որ նախաձեռնություն է, որը Facebook-յան էջի մակարդակում, հա, եւ այդ Facebook-յան էջին դատի են տվել եւ ու պատասխանող էլ չի եղել ու հայցն էլ բավարարվել է ու մի հատ էլ հաղթանակ էր տոմով մտել է։ Հա, նման իրավիճակ կա, էլ չեմ ուզում էլի անուններ հիշատակեմ, բայց ամեն դեպքում նման դեպք եղել է, այո։ Եկեք մի հատ էլ ավելի լայն կոնտեքստում քննարկենք ու ամփոփենք, թե ընդհանրապես Հայաստանի նման երկրի համար, որը կարծես դգտում է լինել ժողովրդավար, դգտում է ունենալ քաղաքացիների ակտիվ մասնակցություն որոշումների կայացմանը, հա, ինչքանով է այս մեր նման երկրի համար կարևոր ընդհանրապես, որ այս տեսակի պաշտպանության մեխանիզմներ լինեն ու գործեն, ոչ միայն անհատապես ամեն քաղաքացու, հա, ակտիվիստների, իրավապաշտպանների, լրագրողների համար, այլ մեր համար որպես հասարակություն, երկիր, պետություն, ինչի է նման օրենսդրությունը ու նման մեխանիզմները կարևոր։ Ասեք, ըստ էության միգուցե երրորդ անձի համար լսելով ընդհանուր իրավիճակը, այնպիսի տպավորություն կստեղծվի, թե այս օրենսդրական նախաձեռնության կամ այս ամեն ինչի պայքարը դա ինչ որ խմբի անձանց, կոնկրետ ակտիվիստների եւ այլն, որոշակի իրավունք խոսքի ազատության բացարձակ տրամադրումն է, այսինքն որպես իրանք ունենան բացարձակ հնարավորություն խոսքի ազատության։ Ոչ, անկախ ամեն ինչից այդ անձիկ ում որ հիմա օրենսդրական կարգավորման համար նախատեսում են, իրանք էլ են կաշկանդված որոշակի խոսքի ազատության սահմանափակման, որտեղ ինքը բացարձակ բնույթ չունի խոսքի ազատությունը, այո, դա կսահմանափակի, երբ որ կսկսի այլ անձի որոշակի իրավունքների սահմանը։ Այս դերույթում
խոսել նրա մասին, որ այս անձանց համար խոսում են կամ պիտի տրամադրենք բացարձակ իրավունքներ, այդպես չէ, որտեղ այստեղ խոսքը բացառապես անձանց դեմ անհիմն հայցերից պաշտպանությունն է, ոչ թե առհասարակ ասելով այս անձանց տվեք ազատություն խոսել ամեն ինչից, ինչ որ իրանք ցանկանան, այլ պարզապես ասել, որ այս անձանց այն ելույթներ են, խոսքերը, որոնք ուղղված են կոնկրետ հարեն հնչեղություն ստացած գործերին ու դրանք ուղղված են կոնկրետ ապակա սերունդների պաշտպանությանը, բնության պահպանությանը եւ այլն չդառնան թիրախ։ Սու դա է խնդիրը, այլ ոչ թե նրա համար, որ այս անձանց ասենք դուք ինչ ցանկանում եք խոսել, մեղադրեք բոլորին հանցագործության մեջ, խոսեք ոչ իրականության համապատասխանող տեղեկատվություն եւ այլն։ Որտեվ ի վերջո այդտեղ առանցքում հանրային շահն է։ Այն մարդիկ խոսում են խնդիրների մասին, որոնք կարող է կողքից թվա, որ ինձ չի վերաբերում։ Հա, բայց մենք հասկանում ենք, որ եթե այս տեսակի խախտումները, ապօրինությունները եւ այլն իրանք դառնում են նորմալ, այն նրա արդյունքում, որ այդ բարձրաձայնողները լրացվում են, վերջո այդ ապօրինությունները, խախտումները շարունակում են աճել, զարգանալ եւ ավելի մեծ էֆեկտ ունենալ, այսինքն ի վերջո դուժելու ենք բոլորս, հա, այդ տեսակի։ Այստեղ մեկ օրինաչափություն էլ կա, որ ընդհանուր առմամբ շակերտավոր ասած այսպես անվանում, հա, զոհերը այս իրավիճակի մեջ կարծես նույն մարդիկ լինեն։ Այսինքն, եթե դրա մասին խոսեն օրինակի համար նույն երևույթի մասին 20 հոգի, ընտրելու են հենց հիմնական այն անձին, ում իրանք թիրախավորել են, որովհետև նման անձինք այսօր եթե տեսնենք դատական համակարգով նման հանկարծունաբերող հիմնական կազմակերպությունների կողմից ներկայացված անձինք նույն դեմքերն են։ Այսինքն այդ անձինք հենց ինչ որ բան խոսում են, թեկուզ եւ արտահայտություն են կատարում, դիմում են դատարան, դրան ավելի մի քանի անգամ ավել ոչ որը որակել էին որպես զրպարտություն, հա, արտահայտությունի դեմ չեն դիմում, որտեղ այդ անձանց ասած այդքան լիական թե կամ հեղինակավոր չի իրանց ասած մյուսների ասածը, կամ տալ դեպքում չեն համարում, որ այդ անձի դեմ կարան ներկայացնել։ Օրինակ բնապահպաններից մեկը, ով բացառապես ցիտել էր լրատվական կայքում այդ օրը տարածված լուրերից ինչ որ մի հատված, որ համատարած բոլոր լրատվական կայքերը դրա մասին էին խոսել, որովհետև համատարած որոշակի երևույթի մասին էր խոսքը, մեջ բերել էր խոսքը կոնկրետ լրատվական կայքից, այսպեսի երևույթ է տեղի ունեցել։ Որևէ լրատվական կայքի դեմ հայց չի ներկայացվել, որևէ կազմակերպության դեմ չի ներկայացվել, կոնկրետ բնապահպանի դեմ է ներկայացվել, ասելով հերքիր է տեղեկատվությունը։ Այն դեպքում, երբ որ անձը առաջին աղբյուրը չէր իրազեկելու եւ ինքը հիմնվել էր ու հղում էլ կատարել էր կոնկրետ այն լրատվական կայքերին, որը համատարած տարածել էին տեղեկատվությունը։ Հանրային շահացվածը շատ եմ սիրում այդ խոսքը, այսինքն մարդ կարող է գնալ եւ չգիտեմ աշխատավարձի համար պայքարել ինչ որ կամ աշխատանքային պայմանների համար պայքարել, հանրային շահ է էլի, հա։ Այսինքն մի հատ կանգ են սարքում, ասում է լավը չեք սարքում, լավը սարքեք, այդ հանրային շահ, բայց կա բացարձակ հանրային շահ, դա շրջակա միջավայրի պաշտպանությունն է, որը վերաբերվում է բոլորին, այսինքն դա նշանակում է, որ հենց այս երևույթները առաջ երթին, այսինքն հանրային շահի ամենաբարձր մակարդակին են խփում, այսինքն ուզում են ընդհանրապես այդ երևույթը եթե վերացնեն, նշանակում է այն փոքրիկ երևույթները եւս կվերանան։ Հետո շատ կարեւոր է այստեղ գիտակցել, որ կարող է տեղական ժողովրդավարություն, հա, ասվածը, երբ որ խոսում ենք տեղական ժողովրդավարությունը ուղիղ կապված է տեղական մասնակցության հետ, պետք է հաշվի առնել, որ տեղական ժողովրդավարությունը առաջնահերթ ինքը հզորանում է ուժեղացվում է հենց էկոլոգիական կամ, չգիտեմ, հա, բարեկեցիկ միջավայրի համար պայքարի արդյունքում, որովհետև եթե մարդ գնա պայքարի, ասի գիտեք, եկեք այս տարի բյուջեի փողով կանգար սարքենք, որ ասեն չէ, մյուս տարի կսարքենք, միգուցե համակերպվի հետ գնա, ասի լավ, ես մի տարի կսպասեմ, մյուս տարի կանգարը կսարքեն, բայց երբ որ ասում են, գիտես, այստեղ մենք պետք է գյուղը քանդենք, հանք բացենք, ինքը հետ քայլի տեղ չունի, ինքը հասկանում է, որ անվերադարձ է, եւ հենց այստեղ է, որ կոփվում է տեղական ժողովրդավարությունը, այսինքն նման պրոցեսները իրենք առաջ երթին բացի մարդու իրավունքներին, հա, այսինքն տարբեր մարդկանց իրավունքներին, ակտիվիստների իրավունքներին, ուղղակի անհատի ճակատագրին, հա, վերաբերելի լինելուց, իրենք ուղիղ հարված են տեղական ժողովրդավարության, այսինքն այդ մարդուն, որ լրացնում են, կամ ինքը լրում է, նշանակում է ինքը օրինակ է այդ գյուղի համար եւ տվյալ գյուղը այլևս կամ տարածքը լրելու է, այսինքն կամ այդպես ուժգին
չի բարձրաձայնելու խնդիրների մասին։ Իսկ եթե տեղական մակարդակում ժողովրդավարությունը մեռավ, ընդհանրապես ժողովրդավարություն չի կարող լինել, որովհետև կլինի fake։ Բոլոր երկրներում էլ եւ Հայաստանում էլ առաջի հերթին, եթե մենք այսօր դրանք Հայաստանի համայնքներում միակ ժողովրդավարական գործընթացները դրանք մնացել են հենց բնապահպանական հարցերով, հանրային քննարկումները կամ բարձրաձայնումները։ Եթե դրանք չլինեն, ապա ժողովրդավարություն ասված ինքը կլինի սենց ինչ որ սուվենիրի նման մի հատ արտահայտություն վերևը դրված, բայց ներքևը ամեն ինչ կարող են հայց կներկայացնեն, կվախացնեն, կասեն այսպես, այնպես։ Այն օրը մտածում էի շատ ենք էլի, արդյոք մենք ժողովրդավար ենք թե չէ, հա։ Իմ մոտ ավելի շատ միտքս գնում է այն ուղղությամբ, որ ժողովրդավար չեն լինում, ժողովրդավարությունը պետք է աշխատացնել, հա։ Ժողովրդավարությունը այդ ինչ վիճակ չի, որտեղ դու ես, դու պետքա դա անդադ աշխատացնես։ Իսկ այն մարդիկ, ում մասին մենք հիմա խոսում ենք, այդ ժողովրդավարություն աշխատացնողներն են։ Այն մարդիկ, ովքեր որ պահանջում են այդ հանրային հաշվետվողականությունը, այն մարդիկ, ովքեր որ լույս են սփռում են մութ անկյունների վրա, որտեղ որ շատերս չենք էլ նկատում խնդիրներ կան, իրանք հենց այդ ժողովրդավարություն աշխատացնողներն են։ Ու եթե մենք ուզում ենք ունենանք կայացած ժողովրդավարական process-ներ, ինստիտուտներ եւ այլն, մենք պետքա մաքսիմալ ստեղծենք այն մեխանիզմները, որ այդ ժողովրդավարություն աշխատացնողները առանց կաշկանդվելու, առանց վախի, առանց մտածելու, որ դա իրանց վրա շատ թանկ կնստի, այդ գործառույթը, այդ պատասխանատվությունը կարողանան իրականացնել։ Այնպես որ այո, սա միայն կոնկրետ անձանց պաշտպանության մասին չի, սա մեծ հաշվով ժողովրդավարության պաշտպանության մասին է։ Ամփոփիչ մտքեր, եթե ինչ-որ բաներ չխոսեցինք, ուղղակի ունենք հույս ու հուսանք, որ ամեն դեպքում կունենանք մենք որոշակի դրական տեղաշարժ այն նախաձեռնության ինչը որ կա, խոսքը ընդդեմ հանրային մասնակցությամբ հայցերի հետ կապված օրենսդրական նախաձեռնության արդյունքում օրենքի ընդունումն է, սպասենք զարգացումներին, միգուցե եւ ունենանք դրական որոշակի ելքեր։ Այս թեման մենք շարունակենք էլի ուշադրության կենտրոնում։ Ես վստահ եմ, որ նման, հա, բարեփոխումներ, չգիտեմ ինչ չափով, չեմ կարող ասել, բայց երբևիցե Հայաստանում կլինի, այսինքն ու այդ երբևիցե հուսանք, որ շուտ կգա, ընդհանրապես այդպես է, հա, հասարակություն, ինչի վրա ուժեղ սեղմում ես, այսինքն ճնշում ես իրականացնում, ինքը հակաճնշումը իր առաջանում, հա, եւ երևի թե հենց այդ ժամանակն է, որպեսզի նման օրենք մշակվի, եթե մենք չենք ուզում, որպեսզի մեր համայնքներում մարդիկ, քաղաքացիները ընդհանրապես լրեն եւ մենք ասենք մենք, չգիտեմ, հա, ժողովրդավար ենք, բայց մեր մարդիկ չեն խոսում, էլ այսպես ասած։ Շատ մերսի քեզ Գուրգեն ջան, այս դրույթին մասնակցելու ու այդ պերսպեկտիվան ներկայացնելու, հա, դատա իրավական պերսպեկտիվան ներկայացնելու, ոնց նշեցի, մենք շարունակելու ենք այս թեմայով էլի զրույցներ ունենալ, այնպես։ Այո, առաջիկայում էլի այս շարքին կնվիրվի, իսկ կանաչ ուղեկից ոդքասթը կարող եք դիտել Քաղաքացու ձայնը մեդիա հարթակի սոցիալական հա ցանցերում եւ նաեւ cvmedia.am կայքում։